Բարև բոլորին, ես շարունակում եմ 3ds Max ծրագրի դասերը, այսօր կանադառնամ մագնիսով կատարվող մի առաջադրանքի և դրանից հետո կանադառնամ նաև pivot point center-ին։ Ուրեմն այս պահին ես ուզում եմ մի հատ պատ շարեմ մագնիսով իհարկե, որպեսզի ավելի գրագետ լինի, օրինակի համար ստեղծում եմ այստեղ մի հատ box չափերով, իդեպ ստեղ ես եթե ակտիվացնեմ grid point-ը ցանցի ձգողական ուժ տամ, այսինքն այս ամեն մի կետը հատման կետերին մագնիսս ձգի, այսինքն ես կարամ box-ը սարքեմ այսպես չափսրով և դեպի վեր բարձրացնելու նորից մագնիսը գործում, այսինքն ցանցը ոչ միայն աջ ձախ գործում, այլ նաև վերև, այս ցանցը անվերջանալի է։ Ճիշտ է, մենք չենք տեսնում, բայց ցանցը ինչքան որ այսքան դեպի աչքը ձախ XY բանը առանցնելով է ինքը ձգում, նաև բարձրությամբ էլ է ձգում։ Դրա շնորհիվ ես box-ը ստացա հստակ չափերով։ Այստեղ 20, 10, 10, այսինքն ամեն մի ես grid-ի այս քառակուսի հատվածը 10 մմ է։ Ուրեմն ես 20-10-10 մմ-երով մի հատ box ստացա, այս ընդունենք մեր քարն է, գույնը փոխենք, սրա մենք մոխրագույն sense։ Ուրեմն այս տեղից միացնենք select and move-ը, այսինքն այս գործիքը, որպեսզի ցույց տա մեր առանցքները։ Ես մագնիսը միացրել եմ, մտնեմ այս grid point-ը անջատեմ, vertex-ն ու mid point-ը միացրած, շարունակեմ աշխատանքս։ Ուրեմն այստեղ եռաչափ վիճակ, այսինքն ոչ թե մեկ առանցին առանց կամ երկու առանցք, այլ եռաչափ այստեղ այս կլոր օղակը, որ տեսնում ենք pivot-ի հետնամասում, սեղմում սրա վրա, միանում է մագնիսի եռաչափ վիճակը, ռեժիմը, և դրա շնորհիվ shift-ը սեղմում եմ ու սենց քարը քարի կողքն եմ դնում, ստանում եմ, ասենք, 10 հատ copy, այս բազմապատկում ենք այս copy-ներով, ուրեմն այս ընդհանուրը վերցնում ենք, այս հատվածում ես middle point-ը որ միացրեցի, նշանակում որ ձգողական կետ, մագնիսական այս կետ այստեղ նշանակեցի, ցանկացած երկու կետերի մեջտեղում, այսինքն ստեղ էլ, այստեղ էլ։ Այստեղ shift-ը սեղմած բարձրացնում եմ այստեղ, մեկ copy-ով, copy և մեկ։ Այսպես, shift-ը սեղմում եմ, ընդհանուրը նշում եմ բոլորը, տեղից գալիս ենք, Ctrl-A-ով կամ այսպես, այսպես shift-ը սեղմած պահում ենք, ձախ կոճակով, մեկնիկի այստեղից այս հատվածից վերցնում ենք, այս հատվածին ու մոտեցնում եմ, սլակը դառնում սպիտակ խաչ, այս ենք բարձրացնում եմ այստեղ, այստեղ որ կարող եմ ասել շատ 8 անգամ բազմապատկվի։ Ես այսքանը վերցրեցի, հիմի հասկանամ այս պատից ոնց copy ստանամ ես, պտտեցնելով, rotate-ով, այսի անկյունները միացնում, այսի միացնում, լավ էր, այսպես ցույց տամ առանց սրա ինչա տեղի ունենում։ Եթե ես ցանկացած բան պտտում եմ, սենց աստիճան, քանի աստիճանի տակ է ինքը պտտում, այս պահին օրինակ գրված է 12.27, որպեսզի այդ 100-րդականները, 10-րդականները չլինի ու հստակ ամեն 5 աստիճանը մեկ փոփոխվի, որպեսզի ես հստակ գիտենամ 45 կամ 90 աստիճանով պտտեցնել, բայց պտտեցնելու եմ ոչ միայն պտտեցնելու եմ, copy եմ անելու, այսինքն shift-ը սեղմած, ստեղ պտտեցնելու եմ, մինչև գրվի այստեղ 90 աստիճան, որպեսզի ես ստեղ ունենամ պատի ևս մեկ օրինակ, և այս պատը պետք է տեղադրեմ այս պատի կողքը, այն ձևով, որպեսզի համընկնեն այս քարերը, տեսնում ենք, որ այս ներքևի հատվածը դուրս եկած մասում ենք, իսկ այստեղ ներս գնաց
միացած, այս նշանակում է, որ այս հատվածը պետք է բերենք այստեղ։ Հիմա մենք այս ուրեմն max snap-ը միացնում ենք, աջ կլիկ ենք անում, տեսնենք, որ vertex-ը ամենակարևորը սա է, այս բանին այս midpoint-ը պետք չի գա, բայց չեմ անջատում դեռևս։ Այստեղից գալիս եմ տեսնեմ, որ կետը պետք է բերեմ այստեղ։ Ես հասկանում, որ այստեղ պամպայանը եռաչափը միացած պետք է լինի։ Չնայած կարելի երկչափով էլ աշխատել, որ բարձրացնելու խնդիր չունենք մենք։ Օրինակի համար այսպես է, երկչափ x-ը եւ y-ը միացած լինի։ Ես այս բaragայում հիմնեցում Ctrl-Z արեցի, Ctrl-Y, ուրեմն այս ձևով այստեղից վերցնում եմ, բերում եմ այստեղ։ Տեսեք, ես երկու առանցքները միացած վիճակով, այսինքն 3 ոչ 3 առանցքները միացած ձևով աշխատեցի մագնիսը եւ ստացա sense մի հատ պատկեր։ Ուրեմն այս պատը, այս կանա, մի հատ կարող եմ այդպես copy անեմ։ Shift-ը սեղմած Y-ով, այստեղ արդեն կարող եմ պատտեցնել, այստեղ rotate-ը սեղմած եւ կարող եմ նաեւ mirror ասել իրեն։ Օրինակի համար այսպես չի, այսպես XY։ Այս էլ այս ձևով ստացա ես, հիմա ես դիգամ վերցնեմ, նորից պետք չի եռաչափ միացնել, եթե միացածը չի խանգարի բնականաբար, միացնեմ մագնիսս, այս կետից վերցնեմ, ստացվեց, որ երկու առանցքը չէր ակտիվ, մենակ Y առանցքն էր ակտիվ, ես այստեղից այս կետից վերցնում եմ, բերում, տեղադրում եմ այստեղ, այսպես, ստացա ես մի ամբողջական մի հատ, կարծես թե պարիսպ, Հիմա, այս պարիսպի եզրում ուսանողներից հարցեր եղան, թե ոնց կարող ենք օրինակ ցիլինդրի ասենք վրա մենք ունենանք քարեր, հավասարաչափ բաշխված, ինչպես rotate-ն անենք, պտտեցնենք եւ ստանանք։ Հիմա ես այստեղ ռադիուսը մեծացնեմ, որպեսզի ավելի լավ հասկանանք։ Օրինակի համար, լավ, ես թողում եմ մենակ, սենց առանձնացնեմ։ Նախ եւ հասկանանք այս pivot-ի հետ կապված, թե այս pivot-ը ինչ նշանակություն ունի ամեն մեկը եւ այստեղից peak-ը։ Օրինակ, այստեղ մենք ունենք, ասենք, մի հատ box, այստեղ ավտոբուսը միացնենք, որ մեկից կա այս box-ը կառուցեմ այստեղ, այսպես։ Այսի մեր քարն է, ամրոցի այս հատվածում, ինքը պտտվելու է այսքանի շուրջ։ Նախ հասկանանք ինչ ձևով է այս pivot-ը աշխատում։ Համպես սկզբնական վիճակում միշտ միացած այս տարբերակը, հենց այս առաջի տարբերակը, այսինքն pivot-ը նստած է այս առանցքներ ցույց տվող նշան, pivot-ը նստած է օբյեկտի հատակի կենտրոնական, բայց հատակի վրա, հատակում, մասում։ Հիմա այս մեր օբյեկտը, այսինքն box-ը, այս պարագայում, ուզում եմ պտտեցնեմ, օրինակ, այս թողում եմ մենակ, մի պահ, մենակ ես մի box-ը թողում եմ, օրինակ այս box-ս հետո ես ուզում եմ պտտեցնեմ, նայեք, որ պտտվում է այդ հատակի կենտրոնի շուրջ, ես ուզում եմ, որ ոչ թե հատակի կենտրոնի շուրջ պտտվի, այլ օրինակ իրա հենց կենտրոնի շուրջ, այսպես նոր կպտտվի կենտրոնի շուրջ, այսպես է, բնականաբար միշտ ձևով, միշտ գիտեցեք, որ
այս պատտեցնելու ենք մենք առանցքների ճիշտ բռնելով, այսինքն նայեք այս դեպքում կարմիր, կապույտ կամ կանաչ, որի վրա պահում ենք դա դեղնում է։ Ու հստակ աստիճաններով, եթե այս միացնենք, այլ մեկից տեսնենք ինչքան աստիճաններով է պատտվում։ Ուրեմն առաջինը եւ երկրորդ այս գործիքներին ծանոթացանք, այս հատակ տանում էր բոքսի հատակի մասում է դնում, այս կես վերում էր կենտրոն, եկեք հիմա հասկանանք այս երրորդն ինչ էր անում։ Երրորդն որ սեղմում գնում է այս ռոտեյտը, առանցքների ցույց տվող նշանը գնում է ցանցի կենտրոնում է նստում։ Հիմա այս ցանցի կենտրոնում նստելով հանդերձ մենք այստեղ հնարավորություն ենք ունենում մենք ռոտեյտով, sense պատտեցնելով ցանցի կենտրոնի շուրջ է պատտվում այս մեր բոքսը։ Ցանցի կենտրոնի շուրջ sense պատտվում է, եթե մենք shift-ը սեղմենք, copy ներք ստանանք։ Բայց այս պարագայում ես չեմ ուզում ստեղ ստանամ, ես ուզում եմ, որ այն ցիլինդրի վրա ստանամ, մի տարբերություն կա ընդամենը, այս ռեժիմով, այսինքն երրորդ ռեժիմը միացրած, օբյեկտը նշած, ռոտեյտը միացրած, գալիս ենք այստեղ, դի ասենք փիք եւ սեղմենք այն ցիլինդրը, որի վրա որ պետք է կառուցենք։ Օրինակի համար այստեղ այս վիճակով ես ասում եմ, որ այս երրորդ տարբերակով, բայց ոչ թե ցանցի կենտրոնում լինի, այլ տեղից սեղմում եմ փիք ու սեղմում ցիլինդրի վրա։ Նշանակում է, որ իմ ռոտեյտը, իմ այս թե պիվոտը, թե ռոտեյտը, թե սելեկտորի խաչը, եթե ես նշանակում եմ այդ ժամանակ, կգտնվի այստեղ ցիլինդրի կենտրոնում։ Ես ցիլինդրի կենտրոնում բերեցի եւ այս պարագայում ոչ թե ցիլինդրն է ակտիվ, այլ ակտիվ է իմ բոքսը եւ ընդհանրապես ցիլինդրը դարձավ առանցք, որի կենտրոնի շուրջ պետք է պատտվի իմ բոքսը։ Օրինակ, sense պատտվում եմ արդեն իմ բոքսը։ Ուրեմն ես այս պահին shift-ը սեղմում եմ, նախ քանի հատ ենք որոշում 360 աստիճանը բաժանում ենք այն թվին, որը այսինքն եթե ուզում ենք ասենք 12 հատ ստանանք, բաժանում ենք ուրեմն 12 մասից ստանում ենք 30, այսինքն մի հատը ունենք 11 հատ պետք է բազմապատկենք։ Ես այստեղ ստանալու եմ 30 ասենք աստիճանով հարցա տալիս քանի հատ, ես ասում 11 հատ, մի հատը ստեղ մեկ ենք ավելացնում։ Ստանում եմ այստեղ սեղմում OK ու ստանում եմ մեզ իմ ուրեմն ամրոցի վերևի հատվածը։ Կարող եմ այստեղ Այսպես ստացանք մենք այս վերևի հատվածը, այսինքն այս տարբերակը pivot point-ի ուսումնասիրեցինք, մագնիսով պատշարեցինք, նույն տրամաբանությամբ մնացած գործն ենք կատարում, մագնիսով և pivot-ը ճիշտ օգտագործելով։ Այս դասաժամին այսքանը, հաջորդ թեման երևի թե լինի line-ի շուրջ խոսենք։ Այսօր այսքանը, շնորհակալություն։